Փառք սիրելի եղբայրներ, քույրեր, ես ուզում եմ կիսվել Տիրոջ շնորհքով մի կարևոր մտքի վրայով, որը որ կարծում եմ բոլորիս պետք է անհանգստացնի, որպեսզի մենք կարողանանք լուրջ ապաշխարել ինձանից սկսած։ Եղբայրը շատ կարևոր մտքի վրա խոսեց։ Այն ինչ որ ես խոսում եմ, դա մեզ տանում է հենց դրան։ Մովսես մարգարեն օրինաց գրքում 32 գլխի 49 համարն է, կարծեմ։ Օրինաց գիրք 32 գլուխ 29 խոսք։ Տեսեք, Աստված Մովսեսի շուրթերով ինչպիսի զգաստության խոսքեր է խոսում իր ժողովրդին, թե հին ուխտում, թե նոր ուխտում, որպեսզի մենք հավատացյալներս կարողանանք այս բանի մասին իմաստուն լինենք։ Ինչի մասին է խոսքը 32:29։ Երանի թե իմաստուն լինեին, այս բանը հասկանային, իրանց վախճանը մտածեին։ Աստված երանություն է տալի, ասում է երանի թե իմ ժողովուրդը իմաստուն լիներ, այս բանը հասկանար, իրանց վախճանի մասին մտածեին։ Այսինքն մենք հասկանում ենք, որ մենք ժամանակավոր ենք երկրի վրա մարմնապես, ֆիզիկապես, բայց հոգով մենք հավիտենական ենք։ Եվ Մովսես մարգարեն Սաղմոս 90-ում հետաքրքիր աղոթք անում։ 90 Սաղմոսը դա Մովսեսի աղոթքն է։ 90 Սաղմոսի 12 համարը սովորեցրու մեզ, չի ասում միայն ժողովրդին, ինքն էլ է մեջ, ասում է մեզ, որ այնպես համարենք մեր օրերը, որ իմաստուն սիրտ ընդունենք։ Թարգմանություն կա, ասում է մեր սրտերը տանք հասկանալու համար։ Ուրեմն ինչքան կարևոր է, որ Աստծո զավակը երկրի վրա, այս չար աշխարհի մեջ կարողանա իր պանդուխտ օրերը անցկացնի իմաստությամբ, կարողանա խորը հասկանալ, որ ինքը հյուր է այս երկրի վրա եւ ժամանակավոր է։ Ինչպես Եբրայեցիս 9-րդ գլխի 27 համարում գրված է, որ բոլոր մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մահ, ատկե ետքը դադաստան։ Բայց մենք չենք ապաշխարել, որպեսզի դատվենք, մենք ապաշխարվել ենք, որ հավիտյան փրկվենք, ասենք փառք Տիրոջը դրա համար։ Դրա համար իմ սիրելի եղբայրներ, քույրեր Քրիստոսով, մենք պետք է այս կարևորությունը մեր կյանքում շատ առաջնային լինի։ Մենք տեսնում ենք մարդիկ, թե հին կտակարանում, թե նոր կտակարանում, եւ թե մեր օրերում, եւ թե մեր օրերից հետո էլ կլինեն, որ նրանք ունեցել են լավ սկիզբ, բայց լավ վախճան չեն ունեցել։ Դուք հիշում եք, երբ որ Տեր Հիսուսը հայտնության գրքում ասում էր. Ես եմ ալֆան եւ օմեգան, առաջինը եւ վերջինը, սկիզբը եւ ավարտը։ Նաեւ այս խոսքերից մենք դաս ենք քաղում, որ չլինի, որ Տերը մեզ համար լինի ալֆա, բայց չմնա որպես օմեգա։ Մեզ համար լինի սկիզբ, բայց չմնա ավարտ։ Մեզ համար լինի առաջին, բայց չլա թե չլինի վերջին։ Այսինքն մեր կյանքը սկսվել է Տիրոջմով եւ պետք է այնպես անենք, որ Տիրոջմով էլ մեր կյանքը վերջանա։ Դա կլինի հափշտակության միջոցով, դա կլինի մահը որպես միջոց, բայց մարդու կյանքը շատ կարեւոր է, հավատացյալ կյանքը վերջանա Քրիստոսով։ Մենք հիշում ենք Գործ առաքելոց 5-րդ գլխում Անանիայի Սափիրայի մասին։ Նրանք հավատացյալներ էին, եկեղեցում էին, անգամ ունեցվածքը ծախեցին, բայց անկեղծ չէին։ Նրանք փորձեցին իրենց հեղինակությունը բարձրացնել եկեղեցում, որովհետև դրանից առաջ Բարնաբասի մասին Սուրբ Գիրքը վկայում է 4-րդ գլխի վերջի համարներում, որ այս մարդը հագարակ ուներ, ծախեց, բերեց առաքյալների ոտերի մոտ դրեց։ Սա հավատքից էր։ Բայց նույն փորձը, որ իրանք արեցին, դա հավատքից չէր, անհավատությունից էր, եւ նրանք բռնվեցին սատանայից։ Եվ մարդ եւ կին 3 ժամվա տարբերությամբ շատ դառը վախճան ունեցան, թե ֆիզիկապես եւ թե հոգեվորապես։ Ասենք Հուդա առաքյալը կանչված էր որպես առաքյալ, բայց իր վախճանի մասին չմտածեց, շատ դառը վախճան ունեցավ, եղբայրներ քույրեր։ Եվ այդպես հին ուխտում էլ մեր օրերում էլ քիչ չեն եղել մարդիկ։ Մենք ոչ ոքից լավը չենք, պետք է զգուշ լինենք, սիրելի եղբայրներ քույրեր։ Դրա համար Աստված օգնի ձեզ, որպեսզի, ինչպես Մովսեսն ասեց,
Երանի թե իմ ժողովուրդս իմաստուն լիներ, այս բանը հասկանային, իրանց վախճանի մասին մտածեին։ Դուք հիշում եք անգամ հարուստի եւ աղքատ Ղազարոսի առակը։ Գրված է Ղուկաս 16-ում, եթե չսխալվեմ, դե 19-ում։ Հարուստը ինքը 5 աղբոր հետ ամեն օր փառավորապես ճոխ զվարճություն էր անում։ Բայց մի անգամ չմտածեց իր վախճանի մասին։ Գիտեք ոնց աշխարհում մենք հաճախ լսել ենք այդ արտահայտությունը, որ ասում են մարդու վերջի ախրը խերելն է։ Դուք լսել եք այդպես բան։ Դուք էլ լսած կլնեք։ Սա ինչ աշխարհը ոնց է հասկանում մարդու վերջի ախրը խերելնի։ Այսինքն աշխարհի հասկացած վերջի ախր խերելնը սա է, որ մարդը լինի երկարակյաց երկրի վրա, մոտ մեր օրերի համար 95-100 տարի ամենաշատ ապրի, անցավ ու դարդ իր ոտով, ձեռքով, գիշերն էլ քնի ու չարթնանա։ Այսինքն սատանան սենց է խաբել մարդկանց, որ եթե դու այսպիսի մահ ունես երկրի վրա, դու բախտավոր մահ ես։ Այսինքն բախտավոր մարդ է, մահը, որը սենց մահ ունի։ Բայց Սուրբ Գիրքը դա ժխտում է։ Սուրբ Գիրքը այլ բան ասում, սիրելի եղբայրներ քույրեր։ Լետենակ այդպես մարդուն Սուրբ Գիրքը երանություն է տալի, թե ուրիշ բան ասում։ Ժողովող գրքում Վեցերորդ գլուխ 3-րդ խոսք, ժողովող գիրք 6:3-ը։ Դա տեսնենք ինչ ասում Աստծո խոսքը մեզ։ Եթե մի մարդ 100 որդի ծնի, աշխարհում ասում են 7 որդով սեղան նստես, բայց դե ասում է 100 որդի, 100 տղի հետ սեղան նստես։ Եթե մի մարդ 100 որդի ծնի եւ շատ տարիներ ապրի, այսինքն երկրի վրա երկար ապրի։ Մենք գիտենք, երկրի վրա ամենաերկար ապրող մարդը եղել է Մաթուսաղան, ապրել է 969 տարի։ Ստե ասում է շատ տարիներ ապրի, 100 հատ էլ որդի ծնե։ Ասում է եւ նրա տարիները շատ լինեն։ Բայց ասում է եւ եթե նրա հոգին չկշտանա բարիքիցը, բարիքը հոգին, մարմնավոր բարիք գոյություն ունի, նաեւ հոգեվոր բարիք։ Մարմնավոր բարիքներ մենք ամեն օր ճաշակում ենք, վայելում ենք, ուղղությամբ ընդունում ենք, փառք ենք տալի Տիրոջը, դա էլ պետք է ծառայ Աստծո փառքի համար, բայց ասում է, եթե այդ մարդու հոգին, որը 100 որդի ունի, երկրի վրա էլ մի 100 տարի կյանք ապրե, բայց եթե նրա հոգին բարիքիցը չի կշտանում, ես ասում եմ, որ վիժվածքը նրանից լավ է։ Տեսնում եք, այսինքն երեխան, որը մոր արգանդում մեռել է, գերեզմանը իր համար մոր արգանդն եղե։ Ասում է, այս մարդ ավելի լավ է, քան թե այն մարդը, որ 100 որդի է ունեցել, երկար տարիներ ապրե, բայց նրա վախճանը Քրիստոսով չեղե։ Նրա հոգու բաժինը Քրիստոսը չեղե։ Լավ այդ մարդը ծնված չլինի։ Հիշում եք անգամ Տեր Հիսուսը Հուդայի վրայով էր ասում էր, լավ էր, որ այդ մարդը, չէ, ձեզանից մեկը կմատնի, հետո ինչ ասես, լավ էր, որ այդ մարդը ծնված չլներ։ Ես մտածում եմ, ինչ օգուտ են մարդուն, որ ծնվել եկել ես աշխարհ, ով ուզում է լինի, ինչ դիրք, փառք, պաշտոն, ինչ հեղինակություն, բայց եթե նրա կյանքը Քրիստոսով չավարտվի, ես մտածում եմ, այդ մարդը լավա ծնված չլներ, եղբայրներ քույրեր։ Սաղմոս 49-ի մեջ, Սաղմոս 49-ում 20 համարում, այսպիսի խոսքեր կա գրված։ Սաղմոս, դուք բոլորը ընդհանուր Սաղմոսը կարող եք տներում կարդալ, բայց ես այդ մեկ Սաղմոս 49-ի 20-ը մարդս, որ պատվի մեջ է եւ իմաստուն չէ, նման է անասունների, որ կորչում են։ Մարդը, եթե այս կյանքում պատիվ ունի, փառք ունի, հեղինակություն ունի, բայց նա իմաստուն չի դեպի բարին, իմաստուն չի դեպի ապաշխարություն, դեպի փրկություն, Սուրբ Գիրքն ասում է անասունների նման է, որ կորչում են։ Հակոբոսն էլ է խոսում այդ մասին։ Վայ ձեզ հարուստներ, որ գիրացաք, ես բաներ արեցիք ինչի համար, մորթվելու օրվա համար։ Սատանան մարդկանց մեղքով չաղացնում է, որ հավիտյան մորթի եղբայրներ քույրեր։ Բայց ինչքան շնորհակալություն Աստծուն, որ Աստված ինձ ու քեզ հնարավորություն տվի ապաշխարելու հավիտենական կյանք ունենալու Հիսուս Քրիստոսով։ Դրա համար հարուստը չմտածեց իր վախճանի մասին, գրված չի ով քանի տարի ապրեց, ուրեմն դա այդքան էական չի։ Ապրեց ինչքան որ ապրավ, Աստված կյանք էր տվել, բայց այս մարդը
աղքատ Ղազարոսին Տերը դրել էր այս մարդուն որպես հարևան, որ այս մարդը հասկանար այդ Ղազարոսին մեր ձեռք մեկներ օգնության։ Կարողանար ողորմություն աներ, որ ողորմությունը դադաստանի օրը բարձենար։ Բայց այս մարդը իր վախճանի մասին չմտածեց։ Եվ տեսնում եք, թե այդ մարդը ուր հայտնվավ, դժոխքում հայտնվավ։ Անգամ մի կաթիլ ջրի կարոտ էր, բայց իրան չտրվեց, որովհետև դες բան չէր կարելի լինել։ Բայց աղքատ Ղազարոսը, թե վերքերի մեջ էր, շներն էին լիզում իր վերքերը, բայց այնպիսի սիրտ ուներ այս մարդը, որ իր ներսը անգամ այդ հարուստի նկատմամբ մի օր չչարացավ, իր սրտում չանիծեց։ Ինչ է կարծում, եթե Ղազարոս իր սրտում հարուստին անիծեր, հրեշտակը կգար իրան երկինք տաներ։ Ուրեմն մենք էլ պետք է շատ ուշադիր լինենք մեր սրտին, եղբայրներ, քույրեր, բայց այս մարդու վախճանը շատ փառավոր եղավ եւ հրեշտակները երկինք տարան։ Եթե նկատել եք, հարուստի թաղումը ճոխ եղավ, բայց Ղազարոսը, որ մեռել է, գրված չի թաղում ունեցավ, թաղում էլ չունեցել։ Բայց հրեշտակները տարան։ Աստված օգնական լինի, որպեսզի մենք կարողանանք իրապես, գիտեք, հավատքի կյանքում էլ, երբ որ մարդու հավատքը չի աշխատում, մարդը մեկ-մեկ թմախ անգնում անհավատներին, անբարիշներին, նրանց հաջողությունը, ինչպես դա եղավ Ասափի կյանքում։ Դուք հիշում եք, Սաղմոս 73-ը շատ անգամ են եղբայրները խոսել, թող ձանձրուչ լինի, ապահովություն մեր բոլորի համար։ Տեսեք, այս մարդը զուր էր, ասում զուր տեղն եմ ձեռքերս անմեղությունը փոշմանել է, որ սուրբ կյանք ապրում, աստվածապաշտ կյանք ապրում, որովհետև հավատքից կարծես ընկած վիճակ էր, միջև որ սրբարանը մտավ։ Տեսեք, հետո տեսավ այն ամբարիշների, այն մարդկանց վախճանը, որի մասին ինքը մեկ-մեկ նախանձում էր, մեկ-մեկ թմա էր քաշում, բայց երբ որ սրբարանը մտավ, Աստծո հետ հանդիպում ունեցավ, աչքերը լուսավորվավ, նոր խոստովանում է, որ ես քո առջև անասունի պես է, այդպես է խոստովանում այս մարդը։ Սաղմոս 73-ի 17-ից 19-ը կկարդամ եւ 24 խոսքը, 17-ից 19-ը եւ 24-ը։ Մինչև որ Աստծո սրբության տեղը մտա եւ նրանց վերջը իմացա, այսինքն անաստված մարդու վերջը Աստված բացեց Ասափին, ինքը տեսավ։ Թե անաստված մարդ ինչպիսի վերջ պետք է ունենա, ինչպիսի վախճան պետք է ունենա։ Իրավի, որ դու նրանց հեշտ սահելու տեղ ես դնում, կործանվելու մեջ ես գցում նրանց, ինչպես հանկարծակի փչանում, սատակվում, կորչում են զարուրանքով։ Պատկերացնում եք, անապաշխար հոգին մարմնից դուրս եկավ, տեսնում է չարի հրեշտակները, լրիվ դիվական աշխարհ եկել են իրան դիմավորելու եւ տանելու։ Զարուրանքով է դուրս գալի։ Ես հիշում եմ մի դեպք, երբ որ Տեր ընտանիքում հավատացյալ չէր եղել, այդ տան կինը կարծեմ, տենց հիվանդ եղել, տենց անապաշխար ծանր վիճակի մեջ, անգամ ինքան կոնուց չի կարացել ելքումուտ կանի, իրան հանել են կամ վերջը, բայց երբ որ հոգին ավանդելուց տեսել էր չարի հրեշտակներին, այդ տեսարանից, այդ վախից, անկողնուց ինքը վազեք կախվել էր վարագույրներից, ասել էր փրկեք ինձի, փրկեք, բայց մեկը չէր եղել, որ ասեր Հիսուսին կանչի, որ փրկվես։ Գրված չի, որ Տիրոջ անունը կանչին, ապա դի փրկվի։ Այդտենց ձորով բերեմցրել են մաղագի մեջ, այդտենց մահացել էր։ Շատ դաժան բան է, եղբայրներ, քույրեր, երբ որ մարդը անաստված է մեռնում։ Ուրեմն մարդու փրկությունը այնքան կարևոր էր, որ Տեր Հիսուսի մահը մեջտեղ եկավ, որ Աստծո որդին կրակել էջի մահն հաճաշակի մուծեր համար։ Դրա համար ասեց, ով որ իմ խոսքը պահե, նա հավիտյան մահվան համը չպետք է առնի։ Ուրեմն հավիտենական մահ գոյություն ունի։ Այսօր սատանան խաբել է մարդկանց, այս աշխարհի Աստվածը փոքրատարով, կուրացրել է անհավատների սրտերը, որ ավետարանի լույսը չծագի նրանց սրտերի մեջ, որ մարդը չտեսնի, որ ինքը հավիտենական հոգի է։ Այսօր այդ ռասելի վկաներին սենց է սատանան հիմա ասել, որ դուք անասունից ոչ մի տարբերություն չունեք, անասունն էլ հոգի չունի, դուք էլ հոգի չունեք։ Բայց շնորհակալություն ասում, որ Աստված մեզ կանչել է ճշմարիտ հավատքի մեջ։ Դրա համար Ասափը 24 համարում խոստովանում է. Դու առաջնորդում ես ինձ քո խորհրդովը եւ վերջը փառքով կընդունես ինձ։ Վերջը, այս է մարդու վերջը խերելնելը, որ ֆիզիկական աչքերդ կփակես, հոգևոր աչքերը Տիրոջ գրքի մեջ կբացես։ Սա է ֆիզիկական մարդու վերջի խայլը, որ փողը հնչի, հափշտակություն լինի, եղբայր քույրեր։ Քրիստոսով անընջե հարություն առնի։ Բայց մենք չենք հավատացել Տիրոջը միայն այս կյանքի համար։ Եթե մենք այդպիսի հավատք ունենք, Սուրբ Գիրքն ասում է, մենք ավելի խղճալի ենք, բայց ես համոզված եմ, որ այստեղ ժողովուրդ կա,
որ սրտանց հավատացել է Հիսուսին, որպես հավիտենական կյանք եւ ուրախություն, թող Աստված օգնի եւ զորացնի։ Պողոս առաքյալը գրում էր. ես իմ անձը ճնշում եմ, նվաճում եմ, չլա որ բոլորին քարոզել է ետքը, վերջում խոտելի գտնվեմ։ Այս մարդն էլ էր մտածում իր վախճանի մասին։ Նարեկացին ասում է, չլա որ ինձ պատահի հանկարծ, երկնեմ չծնեմ, ողբամ չարտասվեմ, ամպեմ չանձրևեմ, գնամ, սակայն տեղ չհասնեմ։ Ինչ օգուտ, եղբայր քույրեր ջան։ Եթե քայլենք, աղոթենք, ծառայենք, բայց վերջում արդյունքը ապարդյուն լինի։ Իհարկե, մենք հովը ծեծողներ կլինենք, բայց եթե մենք մտածում ենք մեր վախճանի մասին, մենք մեր պանդխտության օրերը իրապես ահով ու տողով կանցկացնենք։ Ես հարց եմ տալի, ես ու դուք որ գիտենք, նա օրինակի վրա բերեմ, ես որ գիտեմ այսօր իմ երկրավոր կյանքի ավարտն է, Տերից հայտնություն ունեմ 100%, որ Տերը օրինակ եմ ասում, Տերը ինձ պետքա վերցնի։ Ես գիտեմ, այսօր քշեր ժամը 12-ին Տերը իմ հոգին վերցնում է։ Ես ոնց կպահեմ ինձ միջև ժամը 12։ Ում հետ խռովեմ, կաշտվեմ, ում հետ խնդիր ունեմ, չէ, բոլոր հարցերը կլուծեմ, թե չեմ լուծի, որ որևիցե բռնվելու տեղ չունենամ։ Ինչպես Տերը ասեց, այս օդի իշխանը գալիս է, բայց ին վրա ոչինչ չունի։ Ուրեմն մենք պետք է մեր ամեն օր ապրենք այնպես, ինչպես կապրենք մեր կյանքի վերջի օր։ Եվ Պետրոս առաքյալը հիշեցնում է, եթե հայր եք կոչում նրան, որ առանց աչառության ամեն մեկին Առաջի Պետրոս, առաջի գլուխ 17 համարը, եւ եթե հայր եք կանչում նրան, որ առանց աչառության դատաստան է անում ամեն մեկի գործին պես, ապա ձեր պանդխտության ժամանակը վախով վարվեցեք, վախով, ահով ու թողով գործեցեք, Պողոսն ասում է ձեր անձերի փրկության համար, ինչու որտեղ մենք չգիտենք մեր վաղվա օրը, սիրելի եղբայրներ, քույրեր, ինչա գրված, առանց խաղաղության եւ սրբության մեկը Տերը չի տեսնի։ Այսօր պետք է զգույշ լինենք, որ մեր սրտերը խռովության մեջ չլինի, անհաշտության մեջ չլինի, դառնություն չլինի, որովհետև մենք մարդ ենք, սատանան ուշադիր է, որ ամեն Աստծո զավակի սիրտը պղտորի, անհաշտություն տնի, այս տնի, այն տնի, որպեսզի մարդը ոնց որ ասում է, այդտեղ բան լինի, արգելք լինի, որ մարդը տեսնի Տիրոջ, բայց խելացի քրիստոնյան, արթուն քրիստոնյան միշտ զգուշ է իր անձին, միշտ ջանք անում, որ իր անձը Աստծո առաջ ընտիր կանգնեցնի։ Ինքը մտածում է, որ ինքը հյուր է, ինքը պետք է կանգնի մի օր Աստծո առաջ։ Նարեկացին ասում է, ով մարդ լավ հիշիր, երբ որ դուրս գաս քո եղկանելի մարմնից, ինչպես ես կանգնում արարչիդ առաջ, որպես փրկչի, թե որպես դատավորի։ Բայց այսօր դատաստանի օրը չէ, այսօր փրկության օր է։ Տերը մեզ կանչել է փրկելու համար, բայց մենք պետք է ապրենք փրկված եւ հավատքը պահենք դրա հավատքը պահելի միջոցով։ Դրա համար վերջի խոսքը ամփոփեմ եւ աղոթենք, եղբայր քույր ջան։ Եբրայեցիս թղթում Պողոս առաքյալը հիշեցնում է հետևյալը 10-րդ գլուխ 35-ից մինչև 39, 10-րդ գլուխ 35-ից 39։ Ուրեմն դեն մի գցեք ձեր վստահությունը, որ մեծ վարձքի հատուցում ունի, որովհետև համբերությունը պետք ձեզ, որ Աստծո կամք անելով խոստմունքը ստանաք, որովհետև միայն մի քիչ ժամանակ էլ եւ նա որ գալու է կգա եւ չի ուշանալ։ Տիրոջ գալստյան մասին է խոսում։ Բայց մեր կողմը որը Տերը sense տենես գալու է, հավատանք, չհավատանք Տերը գալու է։ Չի նշանակում, որ պետք է ջրեղեղ լիներ, անհավատների ջավադալով ջրեղեղ չեղավ, երավ։ Հիմի Տերը գալու է, եղբայր քույր ջան, բայց մեր կողմը որն է, բայց արդարը հավատքից կապրի։ Եվ եթե մեկը ետ քաշվի, իմ անձը նրան չի հավանել։ Իսկ մենք ետ քաշվողներից չենք, որ կորչենք, այլ հավատքիցն ենք, որ մեր հոգիները փրկվին, ամեն։ Տերը օգնի, որ միանանք առաքյալը այս խոսքերուն ասենք, մենք ետ քաշվողներից չենք, որ կորսվենք, այլ հավատքիցն ենք, թե մեր հոգին փրկվի։ Աղոթք անենք Տեր